Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով աշխարհում յուրաքանչյուր 5-րդ երեխան ծնվում է կեսարյան հատումով։ Ապացույցների վրա հիմնված բուժօգնությունը խթանելու, ոչ անհրաժեշտ վիրահատությունները նվազեցնելու եւ կեսարյան հատումից հետո բնական ծննդաբերությանն աջակցելու նպատակով ապրիլը հռչակվել է որպես կեսարյան հատման իրազեկման ամիս։ Առհասարակ կեսարյան հատումները կատարում ենք այն ժամանակ, երբ որ բնական ծննդաբերական ուղիներով այլևս ծննդաբերությունը չի լինում վարել, անհնարին է դառնում։ Դրանք հստակ ցուցումներ են, այդ իսկ պատճառով գնում ենք կեսարյան հատումներով։ Կեսարյան հատման ցուցում տրվում է ինչպես մայրական, այնպես էլ պտղային գործոններով պայմանավորված։ Յուրաքանչյուր դեպքի համար անհատական որոշում է ընդունվում ելնելով հղիության առանձնահատկություններից։ Բացարձակ ցուցումներից են, երբ որ առաջադիր ընկերք ունենք, երբ որ միանշանակ արդեն անհնարին է դառնում ծննդաբերությունը բնական ծննդաբերական ուղիներով, այդ իսկ պատճառով դիմում ենք կեսարյան հատման։ Եթե նման ցուցումներ չկան, նախընտրելի է բնական ծննդաբերությունը, հատկապես որ Հայաստանում էպիդուրալ անզգայացումը անվճար է։ Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության բնական ծննդաբերական ուղիներով ավելի փոքր դոզաներ են կիրառվում, դա որոշում է ամեն դեպքում անեսթեզիոլոգը, երբ որ հանում ենք ցավի համախտանիշը, բայց մնում է շարժողականությունը, այսինքն հղին կարող է շարժվել, ուժ տալ եւ այլն։ Կեսարյան հատումների ժամանակ, երբ որ կատարվում է էպիդուրալ անզգայացում, դոզան այնպես է ընտրվում, որպեսզի ամբողջովին գոտկային հատվածից ներքև անզգայացվի, այսինքն այստեղ շարժողականությունն էլ չի պահպանվում, բնականաբար, որովհետև վիրահատության ժամանակ ավելի խորը շերտերում ենք աշխատում։ Հերացի վերլուծական կենտրոնի հետազոտական տվյալով վերջին տասնամյակում Հայաստանում կեսարյան հատումների թիվը զգալի աճել է, հասնելով 37.7%-ի։ Որոշ երկրներում այդ ցուցանիշը նույնիսկ գերազանցում է բնական ծննդաբերությունները, օրինակ Թուրքիայում 61%, Դոմինիկյան Հանրապետությունում 58%։ Մինչդեռ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է, որ կեսարյան հատումների օպտիմալ մակարդակը պետք է լինի 10-ից 15%։ Առհասարակ ծննդատներում գոյություն ունեն մայրական դպրոցներ, որտեղ որ հղիները, եթե ունենում են հարցեր, դիմում են կամ համապատասխան մասնագետները բացատրում են ինչ է տեղի ունենում կեսարյան հատման ժամանակ, ծննդաբերության ժամանակ, հղիության ընթացքում թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Բոլոր այդ հարցերը քննարկվում են, նույնիսկ անզգայացման հետ կապված բոլոր հարցերը։ Այս ամենը նպաստում է, որ հղիները լինեն տեղեկացված, ունենան ավելի քիչ վախեր, կայացնեն ճիշտ որոշումներ եւ եթե չկա կեսարյանի ցուցում, ընտրեն բնական ծննդաբերությունը վստահելով իրենց բժիշկներին։ Նարէ Ոսկանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։